վերադառնանք այդ երեխայի իրավունք հասկացության։ Նոյեմբերի 22-ին է թարմացել երեխայի իրավունքների պաշտպանության մասին օրենքը եւ ով եթե ոչ հենց կրթության ոլորտի մասնագետներն են առաջին օղակը, ովքեր կտեսնեն այն, ինչի որ առաջին հերթին պետք է արձագանքի։ Ծանոթանալուց հետո զույգով ներկայացնելու է մի օրինակ, որ գիտեք, որ այդ իրավունքը երեխայի իրացվել է։ Ես ներկայացնում որպեսզի հոդվածը չկարդամ, ընդհանուր այստեղ նշվում է, որ երեխան իրավունք ունի ազատորեն ընտրել։ Երեխան օրինակ ասում է մեկը դրության գործունեություն, գնում է տուն եւ նամակ է ստանում, որ օրինակ ծնողն ասում է, չէ, ինքը սա պետք է։ Բայց ամեն դեպքում փորձում ենք ուշադիր լինել, որ հանկարծ երեխայի իրավունքը չխախտվի։ Ամեն խախտում է, բայց խախտում է։ Շատ դասամիջոցին սովորողը դուրս գալու իրավունք չունի, իսկ մեր դպրոցում ԵԽԿ մակրոջ չնչելու դուրս գալու մտածել։ Ի վերջո դերական իշխաններ պիտի դուրս գալու։ Երեխայի պաշտպանության թիմերը հենց այդ խորագրի ներքո են գործում։ Մարդիկ, ովքեր կրում են այն պատասխանատվությունը, թե ինչ ընթացակարգով այդ գործը սկսեն, շարունակեն եւ հասցնեն մինչեւ վերջ։ Փաթեթները կբացվեն, որը անմիջապես գնում է ոստիկանության շրջական հաստատություն կամ համայնքային սոցիալական ծառայություն։ Հիմա մի հարց է առաջանում, անանուն ձևով շատ հեշտ կարելի է զրպարտել ցանկացած մարդու։ Հանրական արդյունքների սեկցիոնն է ուսումնական հաստատության ղեկավարության։ Օրինակ, եթե դեպք օգտվաններ, ֆինանս դիտումը իրականացրեց, այդ քարտի հիման վրա արձանագրություն կազմեց, մոդելում ղեկավարությանը եւ տեղեկացնում է։ Դիտվածորիցի կամ դեպքի արձանագրման փաստաթղթերն է գրավում։ Տեսեք, ասում է ով է զերծում, եթե ցանկացած հա ում այսպես արձանագրիչն է։ Հետո գրանցման ամսաթիվ, դեպքի տեսակը, ով Ինքնապետ, որ մեր ռեսուրսներով չեն կարող իրականացնել։ Եթե մեր ռեսուրսները մեզ հելիքում են, մենք ուղղակի պլան ենք մշակում։ Դուժ աշխատող բնակ, աստղամասն խոսքը, դες գարդե, չէ, դες մեջոդը գործում է շատ լավ։ Ռեպքը կա, մասնագետին ասում են, դիտարկում անում են, ներկայացնում են, վերադառնում են, ոնց որ ապա արձանագրում են հասցնելով։